Absուրդների absուրդը կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը եւ բանաձևը նշանակում է կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջան գործադրելու մեջ նշանակում է կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ ասել եմ եւ կրկին ասում եմ Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք, ոչ մի իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական եւ համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու Բարիզ բուն իմաստով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը բյուջեով է որոշվում ասա երկրի բյուջեն ինչքան է ասեմ ոնց ես ապրում դու ասա համայնքային բյուջեն ինչքան է ասեմ ոնց ես ապրում դու քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է թե որքան է ինքը անձամբ վաստակում այլև այն թե որքան է ինքը անձամբ հակ վճարում պետական եւ համայնքային բյուջե Որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայր։ Հնարավոր չի տեղ լավ ապրել։ Իսկ այդպիսի բնակավայրեր, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այն խոշոր քաղաքներում հազարավոր են, հազարավոր Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում ուրեմն աղքատ ես ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում ուրեմն աղքատ ես ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան ինչքան Պլուտոնը արևից Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց Հացի հնարավոր չի ապրել, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը, վաղը գնանք տեսնենք, թե ինչա փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել, վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք, ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին, եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում, 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը, բա այդ հացի համար ով է վճարում։ Բա այն չենք ուզում, հարկ չենք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան, մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս կառավարությունը եւ այս քաղաքական մեծամասնությունը անապահով
խաղաղության գնահատման եւ աղքատության համակարգ նոր համակարգ ներդնելով եւ մենք մարդուն այո հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք է գործադրում եւ մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն եւ հմտություն ունենա։ Իսկ կրթության եւ աշխատանքի միջոցով այդ ջանքերը գործադրում է մարդը, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի, բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։